Նա միշտ անտեսանելի է եղել, նույնիսկ այն միջանցքները մաքրելիս, որոնցով անցնում էր ապագան։ Բայց այդ օրը նրա լռակյաց դուստրը բացահայտեց մի շնորհ, որը ոչ ոք չէր սպասում։ Եվ րոպեներ անց լռությունը վերածվեց խիզախության, իսկ խիզախությունը՝ հեղափոխության։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Առավոտը սկսվեց այնպես, ինչպես մյուս բոլոր առավոտները։ Մոխրագույն երկինքը, մեծ քաղաքի վրա, լեփ-լեցուն ավտոբուսը, որը ճոճվում էր պողոտաներով, մարդիկ, որ շտապելով իջնում էին իրենց կանգառից շուտ։ Մարիամը ամուր բռնել էր դստեր, Լիլիթի ձեռքը, զգուշորեն իջնելով ավտոբուսի աստիճաններից, ուսին հավասարակշռելով մաշված պայուսակը, փորձելով չսայթաքել։ 9 տարեկան էր աղջիկը։ 9 տարեկան, մուգ ու լուռ աչքերով, այնպիսի աչքերով, որոնք կարծես խոսքերից ավելի շատ մտքեր էին պահում։ Մեջքի պայուսակը գունաթափվել էր, երկու տեղից կարկատվել կտորին չսազող թելով, բայց դեռ ծառայում էր։ Դեռ դիմանում էր, ինչպես իրենք երկուսը։ Մարիամը նայեց իր դիմացի հայելապատ շենքին, ապակե այն հսկային, որն արտացոլում էր երկինքը, երբեք իրականում դրան չդիպչելով, կրծքավանդակում ծանոթ սեղմոտ զգաց։ Գրեթե 10 տարի աշխատում էր այնտեղ։ 10 տարի ծառայողական մուտքով ներս մտնելով, մաքրության սայլակը դատարկ միջանցքներով հրելով, մինչ ղեկավարների գալը, մաքրելով այն խորհրդակցությունների հետքերը, որոնց ինքը երբեք չէր մասնակցի, դատարկելով թղթերով լի աղբամանները, որոնք որոշում էին ճակատագրեր, որոնք երբեք չէին ներառի իրենը։ Նա այդ շենքում գոյություն ուներ այնպես, ինչպես պատերը, անհրաժեշտ, անտեսված, անտեսանելի։ Բայց այսօր այլ էր։ Այսօր Լիլիթը նրա հետ էր։ Դպրոցում դասերը դադարեցվել էին շենքի կառուցվածքի ճաքերի պատճառով, Մարիամը ոչ ոք չուներ, ում հետ թողներ դստերը։ Փորձեց հարանուհուն, որն աշխատում էր ցերեկը։ Փորձեց հորաքրոջ տղայի կնոջը, որը քաղաքում չէր։ Փորձեց նույնիսկ զանգել մորը, որը հեռու էր ապրում, հազիվ իրեն էր խնամում։ Ոչինչ։ Այդ ժամանակ կայացրեց միակ հնարավոր որոշումը, որը նրան հավասարապես ամոթի վախի զգացում էր պատճառում, Լիլիթին բերեց աշխատանքի։ Ներս մտան ծառայողական մուտքով, ինչպես միշտ։ Նեղ միջանցքից աղտահանիչի հին սուրճի հոտ էր գալիս։ Մարիամը ամաչկոտ գլխով արեց անվտանգության աշխատակցին, իսկ նա հազիվ բարձրացրեց աչքերը հեռախոսից։ Բարձրացավ հանդերձարան, փոխեց բլուզը այն մուգ կապույտ համազգեստով, որն այնքան լվացվելուց արդեն գույն չուներ, մազերը ամուր հավաքեց։ Լիլիթը մնաց այնտեղ, նստած փայտե նստարանին, լուռ սպասելով։ Չբողոքեց։ Երբեք չէր բողոքում։ Մարիամն իջավ վերահսկիչի սենյակ, երկու անգամ թակեց դուռը մտնելուց առաջ, երբ մտավ, արդեն ներողություն էր խնդրում։ Ներողություն անհանգստացնելու համար, ներողություն իրավիճակի համար, ներողություն անհարմար կերպով գոյություն ունենալու համար։ Տղամարդը, պարոն Արամը, 50 անց, հոգնած արտահայտությամբ կախ ընկած ուսերով, լսեց ամեն ինչ առանց ընդհատելու։ Երբ նա ավարտեց, տղամարդը խորը շունչ քաշեց, ձեռքը տարավ դեմքին, ասաց, որ ամեն ինչ կարգին է, աղջիկը կարող է մնալ, բայց մի պայմանով, չպետք է երա, չպետք է աղմկի, չպետք է խանգարի։ Մարիամը 3 անգամ անընդմեջ շնորհակալություն հայտնեց, կարծես հրաշքի արժանացած լիներ, այնտեղից դուրս եկավ սեփական արժանապատվության մի մասը պարտք լինելու զգացումով։ Լիլիթի հետ բարձրացավ 12-րդ հարկ, որն այդ ժամին դեռ դատարկ էր։ Խոհանոցը փոքր էր, պատին հենված սեղանիկով, երկու հին աթոռով մի սառնարանով, որը թույլ բզզում էր։ Մարիամը աթոռներից մեկը դրեց անկյունում, դռնից հեռու, խնդրեց դստերը այնտեղ մնալ։ Լիլիթը պայուսակից հանեց տետրը, բացեց թղթի շերտով նշված էջը, սկսեց գրել։ Մարիամը նայեց այն փոքրիկ ձեռքերին, որոնք բռնել էին մաշված մատիտը, այն կնճռոտված ճակատին, որը կենտրոնացած էր, նորից կրծքավանդակում սեղմոտ զգաց։ Դուստրն ավելին էր արժանի։ Արժանի էր իսկական սեղանի, առանց ճաքերի դպրոցի, մի աշխարհի, որը նրան կտեսներ որպես մարդ, այլ ոչ թե խնդիր։ Բայց հիմա դրա մասին մտածելու ժամանակ չկար։ Մարիամը վերցրեց մաքրության սայլակը, սկսեց իր սովորական գործը։ Առաջին հարկ, խորհրդակցությունների սենյակներ։ Խոնավ շորով սրբեց ապակե սեղանները, դասավորեց աթոռները, դատարկեց աղբամանները։ Երկրորդ հարկ, միջանցքներ, սանհանգույցներ։ Քսելով մաքրեց հատակի կոշիկների հետքերը, փոխեց թղթե սրբիչները, մաքրեց հայելիները։ Երրորդ հարկ, խոհանոցներ, ընդհանուր տարածքներ։ Լվաց լվացարանում մոռացված բաժակները, մաքրեց ցայտքերով լի միկրոալիքային վառարանը, ավլեց սեղանների տակի փշրանքները։
Եվ այսպես շարունակ, հարկ առ հարկ, ժամ առ ժամ, մինչ շենքը կամաց-կամաց արթնանում էր նրա շուրջը։ Մարդիկ գալիս էին, վերելակները լցվում էին, ձայներն արձագանքում էին միջանցքներում։ Նա մնում էր անտեսանելի, ինչպես միշտ։ Ժամանակ առ ժամանակ բարձրանում էր 12-րդ հարկ, Լիլիթին տեսնելու։ Աղջիկը դեռ այնտեղ էր, լուռ, սովորում էր։ Մարիամը տնից բերած թխվածքաբլիթ էր տալիս կամ մի բաժակ հյութ, որը գաղտնի վերցնում էր խոհանոցից, Լիլիթը ժպտում էր, կամաց շնորհակալություն հայտնում վերադառնում տետրին։ Այդ տետրը։ Մարիամը երբեք շատ ուշադրություն չէր դարձրել դրան, կարծում էր, ուղղակի տնային աշխատանք է, բայց հիմա, մոտիկից նայելով, տեսավ, որ ինչ-որ տարբեր բան կար։ Բառեր, իրեն անծանոթ լեզուներով։ Նախադասությունների ցուցակներ։ Տարօրինակ նկարներ, որոնք տառերի էին նման, բայց տառեր չէին։ Նշաններ։ Սլաքներ, որոնք մի բանը մյուսին էին կապում։ Կարծես Լիլիթը քարտեզ էր կառուցում մի բանի, որը Մարիամը չէր կարողանում տեսնել։ Առավոտյան ժամը 10-ի կողմերը շենքի մթնոլորտը փոխվեց։ Մարիամը դա անմիջապես նկատեց։ Քարտուղարուհիները վազվզում էին թղթապանակները թիտակ։ Անվտանգության աշխատակիցները դիրքավորվում էին վերելակների մոտ։ Ցածր ու հրատապ ձայների բզզոց։ Ինչ-որ կարևոր բան էր տեղի ունենալու։ Նա փորձեց ճանապարհից հեռու մնալ, ինչպես միշտ, բայց հետաքրքրությունը նրան տարավ 15-րդ հարկ, որտեղ գլխավոր խորհրդակցությունների սենյակներն էին։ Այնտեղ անթերի կոստյումներով մարդիկ կային, բարձրակրունկներով կանայք, թանկարժեք փողկապներով տղամարդիկ։ Եվ կային նա մարդիկ, որոնց նա չէր ճանաչում։ Օտարերկրացիներ, դատելով դեմքերից ու հագուստից։ Միջազգային հանդիպում, եզրակացրեց նա։ Այնպիսիներից, որոնք որոշում են միլիոնավոր դրամների պայմանագրեր, որոնք փող են տեղափոխում աշխարհի մի ծայրից մյուսը, որոնք փոխում են ամբողջ ընկերությունների ճակատագրեր։ Մարիամը դանդաղ հրեց սայլակը, փորձելով ուշադրություն չգրավել։ Անցավ խորհրդակցությունների սենյակներից մեկի մոտով, որի դուռը կիսաբաց էր, ձայներ լսեց։ Ձայներ, տարբեր լեզուներով։ Անգլերեն, գուցե։ Կամ ֆրանսերեն։ Չէր կարող ասել։ Եվ մի տղամարդ ամեն ինչ թարգմանում էր հայերեն, հաստատուն ու պրոֆեսիոնալ ձայնով։ Նա մի պահ կանգ առավ, ուղղակի լսելու համար, որովհետև դրանում ինչ-որ հմայիչ բան կար։ Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ, նստած նույն սեղանի շուրջ, փորձում էին միմյանց հասկանալ մեկ այլ մարդու բառերի միջոցով։ Կարծես թարգմանիչը կամուրջ լիներ։ Կենդանի կամուրջ։ Հենց այդ պահին իր կողքին ներկայություն զգաց։ Լիլիթն էր։ Աղջիկը դուրս էր եկել խոհանոցից, կանգնել էր այնտեղ, նայելով կիսաբաց դռանը մի արտահայտությամբ, որը Մարիամը երբեք չէր տեսել։ Բացարձակ կենտրոնացում։ Հարած աչքեր։ Զսպված շնչառություն։ Մարիամը նշան արեց, որ վերադառնա, բայց Լիլիթը չշարժվեց։ Կարծես հիպնոսացած լիներ այդ ձայների, այդ բառերի հնչյունից, որոնք ապարում էին լեզուների միջ։ Սենյակի ներսում մի տղամարդ խոսում էր կոկորդային, կոշտ հնչյուններով լի լեզվով։ Թարգմանիչը թարգմանում էր հայերեն, բացատրելով գներ, ժամկետներ, պայմաններ։ Հայ ղեկավարները գլխով էին անում, նշումներ կատարում, հարցեր տալիս։ Ամեն ինչ կարծես լավ էր ընթանում, մինչ Լիլիթը, շատ կամաց, գրեթե շշուկով, ինչ-որ բան մրմնջաց։ Մարիամը չհասկացավ, թե ինչ։ Չճանաչեց բառերը։ Բայց սենյակի ներսում ինչ-որ մեկը լսեց։ Մուգ կոստյումով, անթերի սանրված ճերմակ մազերով, սառույցի պես սառը արտահայտությամբ մի տղամարդ ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրեց։ Բոլորը դադարեցին խոսել։ Նա շրջվեց դեպի դուռը հայերեն, ուժեղ առոգանությամբ, հարցրեց, թե ով է դրսում։ Մարիամի սիրտը կրունկներն իջավ։ Նա Լիլիթին հետ քաշեց, փորձեց հեռանալ, բայց արդեն ուշ էր։ Դուռը ուժգին բացվեց, միջանցքում հայտնվեց բարձրահասակ, մոխրագույն կոստյումով զայրացած արտահայտությամբ մի տղամարդ։ Մարիամը նրան անմիջապես ճանաչեց։ Ռուբեն Թովմասյան, գործադիր տնօրեն, ընկերության ղեկավարներից մեկը։ Այն տեսակի մարդ, որը նայում է մարդկանց կես վայրկյանում, որոշում, թե ով է արժանի հարգանքի, ով արհամարհանքի։ Եվ այդ պահին նրա հայացքը մաքուր արհամարհանք էր։ Նա տեսավ Մարիամին, մաքրության սայլակը, մաշված համազգեստը։ Տեսավ Լիլիթին, հին պայուսակը, վախեցած աչքերը։ Եվ նրա մեջ ինչ-որ բան զզվանքից կծկվեց, կարծես աղքատությունը վարակիչ հիվանդություն լիներ։
Ինչ եք անում այստեղ, հարցրեց նա, բայց դա իսկական հարց չէր։ Մեղադրանք էր։ Մարիամը փորձեց բացատրել, փորձեց ասել, որ ուղղակի անցնում էր, որ ոչինչ չէր լսում, որ դուստրը իր հետ էր եկել, որովհետև մնալու տեղ չուներ։ Բայց բառերը խճճված, թույլ, անզոր էին դուրս գալիս։ Վախը կուլ էր տալիս նրան ներսից։ Ռուբենը չուզեց լսել։ Սկսեց բարձր խոսել, որպեսզի սենյակում բոլորը լսեն։ Ասաց, որ սա գաղտնի հանդիպում է, որ գաղտնի տեղեկություններ են քննարկվում, որ նրանց ներկայությունն այստեղ լուրջ խախտում է։ Ասաց, որ Մարիամը լրտեսում է, որ վտանգի տակ է դնում միլիոնավոր դրամների պայմանագրեր, որ նա անմիջապես կհեռացվի աշխատանքից։ Նրա ձայնը ածելիի պես էր, որը կտրում էր դանդաղ, հաճույքով։ Մարիամը դողաց։ Ոտքերը թուլացան։ Նա մտածեց ուշացած վարձի, գրեթե դատարկ սառնարանի, այն հաշիվների մասին, որոնք չէր կարողանում վճարել։ Մտածեց Լիլիթի, դպրոցի, այնքան անորոշ ապագայի մասին։ Եվ ոչինչ չկարողացավ ասել։ Ուղղակի կանգնեց այնտեղ, գլխիկոր, սպասելով վերջնական հարվածին։ Հենց այդ պահին Լիլիթը մի քայլ առաջ արեց։ Դա ապստամբության քայլ չէր, ոչ էլ լություն։ Բնազդ էր։ Մորը պաշտպանելու, նրան այդ նվաստացման առաջ մենակ չթողնելու բնազդ։ Ջերմակ մազերով տղամարդը, օտարերկրյա ներդրողը, դուրս եկավ սենյակից մոտեցավ։ Նա հետաքրքրությամբ նայեց Լիլիթին, ինչպես գլուխկոտրուկի։ Դու էիր խոսում, հարցրեց նա հայերեն, բայց ուժեղ առոգանությամբ։ Լիլիթը նայեց մորը, աչքերով թույլտվություն խնդրելով։ Մարիամը չգիտեր ինչ անել, ուղղակի ուզում էր, որ այս ամենը վերջանա։ Ռուբենը ծիծաղեց։ Ցինիկ, թույնով լի ծիծաղ։ Սա կրկես է, ասաց նա։ Երեխա։ Լո՛րջ։ Ժամանակ ենք կորցնելու սրա վրա։ Ամբողջ սենյակը սպասում էր։ Սպասում էր ամոթին, անհարմարությանը, այն բանի հաստատմանը, որ Մարիամի Լիլիթի նման մարդիկ այդ վայրին չեն պատկանում։ Բայց Լիլիթը բացեց բերանը։ Եվ այն, ինչ դուրս եկավ այնտեղից, մի բան էր, որը ոչ ոք չէր սպասում։ Նա խոսեց ներդրողի լեզվով։ Սահուն։ Մաքուր։ Առանց կակազելու։ Ասաց, որ թարգմանության մեջ սխալ կա։ Որ գումարները շփոթված են։ Որ 15 չէ, այլ 50։ Որ սխալը թվերի մեջ է կարող է քանդել գործարքը։ Միջանցքի վրա իջած լռությունը կապարի պես ծանր էր։ Թարգմանիչը գունատվեց։ Ռուբենը նորից փորձեց ծիծաղել, բայց ձայնը խեղդված դուրս եկավ։ Ներդրողը աչքերը չէր կտրում Լիլիթից։ Նա խնդրեց, որ աղջիկը կրկնի։ Եվ նա կրկնեց։ Հետո փոխեց լեզուն։ Անգլերեն ամփոփելու համար։ Ֆրանսերեն մանրամասնելու համար։ Գերմաներեն ժամկետների մասին խոսելու համար։ Եվ հետո մյուսները։ Չինարեն։ Ճապոներեն։ Ռուսերեն։ Իտալերեն։ Իսպաներեն։ Մեկ առ մեկ, հստակությամբ, համատեքստով, նպատակով։ Դա անգիր արած չէր։ Իրական հասկացողություն էր։ Սենյակը, որը առաջ ծիծաղում էր, հիմա չէր շնչում։ Ռուբենը փորձեց ընդհատել, փորձեց դա խարդախություն, թատրոն անվանել, բայց ներդրողը ձեռքը բարձրացրեց, նա լռեց։ Տղամարդը կռացավ Լիլիթի առաջ, նրա հասակին հավասարվելով, հարցրեց, թե ինչպես է նա այդ ամենը սովորել։ Լիլիթը նորից նայեց մորը։ Մարիամը, արցունքներով լի աչքերով, գլխով արեց։ Եվ այդ ժամանակ Լիլիթը պատմեց։ Պատմեց, որ ինքնուրույն է սովորել։ Որ օգտվում էր հանրային գրադարանի անվճար ինտերնետից, միանգամից 15 րոպե, որովհետև դա սահմանաչափն էր։ Որ ամեն օր դպրոցից հետո սովորում էր, կրկնելով բառեր, գրելով նախադասություններ, անգիր անելով հնչյուններ։ Որ վերադառնում էր հերթի, նորից սպասում, 15 րոպե սովորում։ Որ դա անում էր տարիներ շարունակ, առանց դադարի, առանց հանձնվելու։ Եվ պատմեց պատճառը։ Ասաց, որ ուզում է մեծանալիս աշխատել միջազգային կազմակերպություններում։ Որ ուզում է կամուրջ լինել այն մարդկանց մեջ, ովքեր կռվում են, որովհետև միմյանց չեն հասկանում։ Որ ուզում է ձայն տալ նրանց, ում ոչ ոք չի լսում։ Եվ հետո ասաց այն նախադասությունը, որը սենյակը 2 արեց։ Ասաց, որ սովորում է, որովհետև չի ուզում, որ մայրն ընդմիշտ անտեսանելի մնա։ Որովհետև ուզում է, որ մի օր, ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ, նա իրենց երկուսին տեսնի, թե ովքեր են իրենք իրականում։
Ոչ թե հավաքարարուհին ու նրա դուստրը, այլ երկու մարդ, երկու կյանք, երկու ամբողջ աշխարհ։ Ներդրողը երկար ժամանակ անշարժ կանգնեց։ Հետո ոտքի կանգնեց, մտավ սենյակ, հայտարարեց, որ հանդիպումը 1 ժամով դադարեցվում է։ Ասաց բոլորի ներկայությամբ, որ այստեղ, այս ընկերությունում, այս երկրում կարողությունը սոցիալական դաս չունի։ Որ Մարիամը ոչ մի սխալ բան չի արել։ Որ նա պետք է վերադառնա իր աշխատանքին։ Եվ որ ինքը ցանկանում է հանդիպումից հետո խոսել մոր դստեր հետ։ Ռուբենը կանգնեց, զայրույթից կարմրած դեմքով, բայց ոչինչ չասաց։ Չէր կարող ասել։ Ոչ այդ պահին։ Մարիամը դուրս եկավ այնտեղից, Լիլիթի ձեռքից քաշելով, չհասկանալով, փրկվել էր, թե դատապարտվել։ Ոտքերն այնքան էին դողում, որ հազիվ էր քայլում։ Լիլիթը ամուր բռնել էր մոր ձեռքը, փորձելով ուշ տալ, փորձելով առանց բառերի ասել, որ ամեն ինչ լավ է, որ իրենք լավ կլինեն։ Բայց աղջկա սրտում վախ կար։ Վախ նրանից, թե ինչ կլինի հետո։ Որովհետև նա գիտեր, նույնիսկ երեխա լինելով, որ հենց նոր մարտահրավեր էր նետել հզոր մարդու։ Եվ հզոր մարդիկ մարտահրավերները չեն ներում։ Ռուբեն Թովմասյանը մնաց կանգնած միջանցքում, մենակ, բռունցքները սեղմած։ Նրա գլխում սա այսպես չէր կարող մնալ։ Նա թույլ չէր տա։ Թույլ չէր տա, որ մի հավաքարարուհի նրա դուստրը նվաստացնեն իրեն կարոր մարդկանց առաջ։ Նա վերջ էր տալու սրան։ Ապացուցելու էր, որ ամեն ինչ սուտ է, բեմադրություն, խաբեություն։ Եվ ստիպելու էր երկուսին էլ վճարել։ Ստիպելու էր, որ զղջան իր աշխարհում գոյություն ունենալու համարձակության համար։ Պատերազմը սկսվել էր։ Իսկ Մարիամը նույնիսկ չգիտեր։ Այդ առավոտվա մնացած մասը մշուշի մեջ էր։ Մարիամը փորձեց վերադառնալ աշխատանքի, փորձեց կենտրոնանալ գործերի վրա, բայց ձեռքերն այնքան էին դողում, որ 2 անգամ գցեց ախտահանիչի շիշը։ Լիլիթը լուռ մնաց խոհանոցում, նայելով տետրին, առանց բառերը կարդալ կարողանալու։ Երկուսն էլ գիտեին, որ ինչ-որ բան է լինելու։ Զգում էին օդում, այն ծանր լռության մեջ, որը նախորդում է փոթորկին։ Եվ դա տեղի ունեցավ։ 2 ժամ անց Մարիամի հեռախոսը զանգեց։ Մարդկային ռեսուրսների բաժնից հաղորդագրություն էր։ Անհապաղ կանչ։ 305 սենյակ։ Հրատապ հարց։ Նրա սիրտը կրունկներն իջավ։ Նա դրեց հատակի լաթը, հանեց ձեռնոցները, ուղղեց համազգեստը։ Դողացող ոտքերով իջավ 3-րդ հարկ, յուրաքանչյուր աստիճանը հսկայական ջանք էր պահանջում։ Թակեց սենյակի դուռը, լսեց մի չոր ձայն, որը հրամայում էր մտնել։ Սենյակն ամբողջությամբ ապակուց պողպատից էր։ Հսկայական սեղան, կաշվե աթոռներ, օթորակիչ, որը սառեցնում էր հոգին։ Սեղանի հետում նստած էր Սոնա Ռայիսյանը, մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարը, միջին տարիքի մի կին, քարի պես կոշտ դեմքով, չթարթող աչքերով։ Նրա կողքին Ռուբեն Թովմասյանը։ Իսկ սեղանի մյուս կողմում դատարկ աթոռ։ Մարիամի համար։ Մի աթոռ, որը նման էր ամբաստանյալի աթոռի։ Նստեք, ասաց Սոնան, առանց նրան նայելու։ Մարիամը նստեց։ Զգաց կաշվի սառնությունը համազգեստի միջով։ Ռուբենը նայում էր նրան նույն արհամարանքով, բայց հիմա մի բան էլ կար։ Բավարարվածություն։ Կարծես արդեն հաղթել էր, նախքան կռվի սկսվելը։ Սոնան բացեց թղթապանակը, մի քանի թուղթ հանեց, դրեց սեղանին։ Մարիամ Պետրոսյան, սկսեց նա բյուրոկրատական ձայնով, դուք այստեղ աշխատում եք 9 տարի 8 ամիս, ճիշտ է։ Մարիամը գլխով հաստատեց։ Ձայնը դուրս չէր գալիս։ Սոնան շարունակեց. Այս ամբողջ ընթացքում դուք միշտ եղել եք զուսպ աշխատակից, առանց կարգապահական խնդիրների, առանց բողոքների։ Մինչ այսօր։ Մարիամը թուքը կուլ տվեց։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, չափազանց լուրջ էր, շարունակեց Սոնան։ Դուք երեխա եք բերել աշխատավայր, առանց նախնական թույլտվության։ Ավելի վատ, այդ երեխան հասանելիություն է ունեցել միջազգային ռազմավարական հանդիպման գաղտնի տեղեկատվությանը։ Սա կարող է որակվել որպես կորպորատիվ լրտեսություն։ Բառերն ընկան քարերի պես։ Լրտեսություն։ Մարիամը փորձեց խոսել, փորձեց պաշտպանվել, բայց Ռուբենը նրան ընդհատեց։ Նա առաջ թեքվեց, արմունկները հենելով սեղանին, խոսեց այն թույնով լի ձայնով, որն այդքան լավ էր օգտագործում։ Մենք գիտենք, որ ամեն ինչ բեմադրված էր, Մարիամ։
Ոչ ոք չի հավատում, որ 9 տարեկան երեխան, հավաքարարուհու դուստրը, խոսում է այդ բոլոր լեզուներով։ Դուք նրան սովորեցրել եք, այնպես չէ՞։ Օգտագործել եք նրան ներթափանցելու, առավելություն ստանալու, ինչ-որ խաբեություն անելու համար։ Դեռ չգիտենք, թե որն է խաղը, բայց կբացահայտենք։ Մարիամը զգաց, որ արցունքները այրում են աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք թափվեն։ Դա ճիշտ չէ, ասաց նա դողացող ձայնով։ Դուստրս ինքնուրույն է սովորել։ Նա սովորում է գրադարանում, նա խելացի է, նա հարգանքի է արժանի։ Ռուբենը ծիծաղեց։ Կարճ, կտրուկ ծիծաղ։ Հարգանք։ Դուք հարգանքի մասին եք ուզում խոսել։ Դուք, որ ներխուժել եք գաղտնի հանդիպում, որ վտանգի տակ եք դրել տասնյակ միլիոնների պայմանագիր, որ ձեր դստերն օգտագործել եք որպես գործիք։ Դուք նույնիսկ արժանի չեք այստեղ լինելու։ Սոնան ձեռքը բարձրացրեց, ընդհատելով։ Որոշումն արդեն կայացված է, ասաց նա։ Դուք մեկ շաբաթով հեռացված եք աշխատանքից, առանց աշխատավարձի, մինչ մենք հետաքննում ենք տեղի ունեցածը։ Եթե որե անօրինականություն հաստատվի, աշխատանքից ազատումը համապատասխան հոդվածով անխուսափելի կլինի։ Կարող եք գնալ։ Մարիամը քարացավ։ Մեկ շաբաթ առանց աշխատավարձի։ Մեկ շաբաթ առանց փողի։ Վարձը վճարելու օրը մոտենում է։ Լույսի վարձը ուշացած է։ Սառնարանը դատարկ է։ Ինչպես էր անելու։ Ինչպես էր գոյատելու։ Նա դուրս եկավ այդ սենյակից սայթաքելով, ոտքերը դավաճանում էին, տեսողությունը մշուշոտ։ Բարձրացավ 12-րդ հարկ, որտեղ Լիլիթն էր սպասում։ Աղջիկը տեսավ մոր դեմքը, ամեն ինչ հասկացավ։ Վազեց նրա մոտ, ամուր գրկեց, փորձեց զսպել արցունքները, բայց չկարողացավ։ Երկուսը մնացին այնտեղ, գրկախառնված այդ սառը խոհանոցի մեջտեղում, կամաց լաց լինելով, փորձելով միմյանց ուժ տալ։ Ինչ ենք անելու, մամ, հարցրեց Լիլիթը խեղդված ձայնով։ Մարիամը չգիտեր։ Միայն գիտեր, որ պետք է պաշտպանի դստերը, որ պետք է ելք գտնի, որ չի կարող հանձնվել։ Բայց այդ պահին գրկած դստերը մի ընկերության անկյունում, որը նրան աղբի պես էր վերաբերվում, նա իրեն ավելի հոգնած զգաց, քան երբևէ։ Հոգնած պայքարելուց, հոգնած անտեսանելի լինելուց, հոգնած բավարար չլինելուց։ Մինչդեռ շենքի մեկ այլ հարկում, օտարերկրյա ներդրող Վիկտոր Անդերսենը նստած էր այն գրասենյակում, որը ընկերությունը տրամադրել էր նրան։ Բարձրահասակ, բաց գույնի աչքերով մի արտահայտությամբ, որը հազվադեպ էր զգացմունքներ բացահայտում։ Նա զրոյից կայսրություն էր կառուցել, գոյատել էր բիզնես պատերազմներում, տեսել էր մարդկային բնության լավագույնն ու վատթարագույնը։ Բայց այն, ինչ տեսել էր այդ առավոտ, նրան այնպես էր անհանգստացնում, ինչպես տարիներ շարունակ չէր զգացել։ Զայրույթ։ Զայրույթ, տեսնելով, թե ինչպես են մեկին ճզմում միայն այն բանի համար, որ աղքատ է։ Զայրույթ, տեսնելով, թե ինչպես է տաղանդը վատնվում նախապաշարմունքի պատճառով։ Զայրույթ, տեսնելով Ռուբենի նման մարդու, որն օգտագործում է իշխանությունը, նվաստացնելու նրան, ով չի կարող պաշտպանվել։ Նա կանչեց իր օգնականին Մարկոսին, մի երիտասարդ, արդյունավետ հայ տղայի, որն իր հետ աշխատում էր 3 տարի։ Մարկոս, ասաց Վիկտորը, ինձ պետք է, որ մի քանի բան ուսումնասիրես։ Նախ, ուզում եմ ամեն ինչ իմանալ այդ աղջկա մասին։ Լիլիթ է անունը։ Խոսիր նրա դպրոցի, նրա նշած գրադարանի, հարանների, ուսուցիչների հետ։ Ապացույցներ եմ ուզում, որ նրա ասածը ճիշտ է։ Երկրորդ, ուսումնասիրիր Ռուբեն Թովմասյանին։ Նրա հաստատած պայմանագրերը, նրա ընտրած մատակարարներին, ամեն ինչ։ Եթե ինչ-որ սխալ բան կա, ուզում եմ իմանալ։ Մարկոսը գլխով արեց դուրս եկավ։ Վիկտորը մնաց մենակ գրասենյակում, պատուհանից նայելով ներքի քաղաքին։ Նա գիտեր, թե ինչ է նշանակում դատվել ծագման համար։ Մեծացել էր աղքատության մեջ, Կոպենհագենի ծայրամասում, ներգաղթյալների որդի, խոսելով դանիերեն, օտար առոգանությամբ։ Նրան մերժել էին, նվաստացրել, թերագնահատել։ Մինչ որ ինչ-որ մեկը նրան հնարավորություն տվեց։ Միակ հնարավորությունը։ Եվ նա այն չվատնեց։ Հիմա, տասնամյակներ անց, կարող էր նույնն անել մեկ ուրիշի համար։ Կարող էր լինել այն հնարավորությունը, որի կարիքն ինչ-որ մեկն ուներ։ Մարկոսն արագ աշխատեց։ Հաջորդ օրն արդեն տեղեկություններ ուներ։ Գնաց այն պետական դպրոցը, որտեղ սովորում էր Լիլիթը, հին շինություն, թափված պատերով, խզբզված նստարաններով։ Խոսեց տնօրենի, ուսուցիչների, դասընկերների հետ։
Բոլորն ասացին նույն բանը, Լիլիթը տարբերվում էր։ Հանգիստ, քաղաքավարի, աշխատասեր։ Գնահատականները միշտ բարձր, վարքը օրինակելի։ Եվ մի բան էլ կար։ Հայոց լեզվի ուսուցչուհին ցույց տվեց հին տետրեր, որոնք Լիլիթը մոռացել էր դասարանում։ Տետրեր, լի բառապաշարով տարբեր լեզուներով, բայերի խոնարհումներով, ձեռքով թարգմանված նախադասություններով։ Դա սովորական երեխայի բան չէր։ Դա նպատակ ունեցողի նվիրում էր։ Հետո Մարկոսը գնաց քաղաքային գրադարան, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան։ Գրադարանավարուհին, տիկին Կլարան, ջերմակ մազերով բարի ժպիտով մի կին, լավ էր հիշում Լիլիթին։ Այդ աղջիկը մի օրհնություն է, ասաց նա, աչքերը փայլելով։ Ամեն օր գալիս է այստեղ, առանց բացառության։ Համակարգչի հերթին է կանգնում, սպասում իր հերթին մի համբերությամբ, որը ես երբեք երեխայի մոտ չեմ տեսել։ Օգտագործում է իր 15 րոպեն սովորելով, հետո վերադառնում հերթի վերջը։ Արդեն հաշիվը կորցրել եմ, թե քանի անգամ է դա արել։ Եվ գիտեք ինչն է ինձ ամենաշատը տպավորում։ Նա միշտ շնորհակալություն է հայտնում։ Միշտ բարի օր է մաղթում, միշտ գրքերը իրենց տեղն է դնում։ Շատ մեծահասակներից ավելի շատ դաստիարակություն է սովորեցնում։ Մարկոսն ամեն ինչ գրի էր առնում։ Խնդրեց տեսնել համակարգիչների օգտագործման գրանցամատյանը։ Այնտեղ էր օրեցօր, շաբաթ առ շաբաթ, տարի առ տարի, Լիլիթ Պետրոսյան։ 15 րոպե մուտք։ Լեզուների ուսուցման կայքեր, առցանց բառարաններ, կրթական տեսանյութեր։ Մաքուր նվիրումի թվային հետք։ Մարկոսը լուսանկարեց գրառումները, շնորհակալություն հայտնեց դուրս եկավ։ Վերադարձի ճանապարհին նա որոշեց անցնել այն թաղամասով, որտեղ ապրում էին Մարիամն ու Լիլիթը։ Դա պարզ տնակների համալիր էր, որոշները քարից, մյուսները փայտից, հողե փողոցներով, երկինքը սարդոստայնի պես հատող էլեկտրական լարերով։ Նա կանգնեցրեց մեքենան, իջավ, գրավելով բոլորի ուշադրությունը։ Գեղեցիկ կոստյում, թանկարժեք մեքենա, այդ վայրում կարծես այլմոլորակային իջած լիներ։ Բայց նա ուշադրություն չդարձրեց։ Հարցրեց Լիլիթի մասին, մոտ 10 տարեկան մի տղա մատնացույց արեց հրապարակի մեջտեղի ծառը։ Ահա նա։ Նստած ստվերի տակ, գետնին սփռված ստվարաթղթի կտորներով, 4 երեխաների խմբին անգլերեն էր սովորեցնում։ Բառերը գրված էին սովորական գրիչով, ծուռ, բայց ընթեռնելի տառերով։ Dog, cat, house, tree։ Երեխաները կրկնում էին, ծիծաղում, սայթաքում արտասանության մեջ, Լիլիթը համբերատար ուղում էր, ցույց տալով, թե ինչպես պետք է շարժվի բերանը, ինչպես պետք է դուրս գա հնչյունը։ Մարկոսը մնաց այնտեղ, թաքնված սյան հետում, դիտելով։ Այդ աղջիկը գիտելիքը իրեն չէր պահում։ Բաժանում էր։ Ինչպես հաց բաժանողը։ Նա վերադարձավ շենք, ամեն ինչ հանձնեց Վիկտորին։ Ամբողջական զեկույց, լուսանկարներ, վկայություններ, գրառումներ։ Վիկտորը լուռ կարդաց յուրաքանչյուր բառ։ Երբ ավարտեց, փակեց թղթապանակը, երկար ժամանակ նայեց պատին։ Հետո ասաց ընդամենը մեկ բան. Ուզում եմ խոսել նրանց հետ։ Մոր դստեր։ Վաղը, իմ գրասենյակում։ Եվ ուզում եմ, որ Ռուբենը չիմանա։ Հաջորդ օրը Մարիամը զանգ ստացավ։ Անծանոթ համար։ Նա քիչ էր մնում չպատասխաներ, կարծելով, թե պարտքի համար են զանգում, բայց ինչ-որ բան ստիպեց նրան պատասխանել։ Մարկոսն էր։ Նա ներկայացավ, բացատրեց, թե ով է, հրավերք արեց։ Պարոն Անդերսենը կցանկանար զրուցել ձեզ ձեր դստեր հետ։ Վաղը, առավոտյան ժամը 10-ին։ Կարոր է։ Մարիամը չհասկացավ։ Ինչո՞վ։ Ինչ է նա ուզում։ Մարկոսը մանրամասներ չտվեց։ Միայն ասաց, որ դա հնարավորություն է։ Եվ անջատեց։ Մարիամն ամբողջ գիշեր չքնեց։ Արդյոք նորից նվաստացնելու համար էր։ Դատի տալով։ Խոստովանություն կորզելով մի բանի համար, որը գոյություն չուներ։ Նա չգիտեր։ Բայց չէր կարող հրաժարվել։ Խորքում նրա մի փոքրիկ, գրեթե մարած մասը դեռ հույս ուներ։ Հույս, որ աշխարհը միայն դաժանություն չէ։ Որ ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ, կարող է տեսնել այն, ինչ ինքն էր տեսնում, երբ նայում էր Լիլիթին։ Պոտենցիալ։ Ապագա։ Լույս։ Նշանակված օրը երկուսը շենք մտան գլխավոր մուտքով։ Ոչ թե ծառայողական մուտքով։
Գլխավորից։ Մարիամն ամուր բռնեց Լիլիթի ձեռքը, երկուսը բարձրացան 20-րդ հարկ, որտեղ Վիկտորի ժամանակավոր գրասենյակն էր։ Մարկոսը նրանց դիմավորեց բարի ժպիտով ուղեկցեց սենյակ։ Վիկտորը կանգնած էր, պատուհանից նայելով։ Երբ նրանք մտան, նա շրջվեց։ «Խնդրեմ, նստեք», ասաց նա հայերեն։ Երկուսը նստեցին։ Լիլիթը, պայուսակը գրկին, Մարիամը դողացող ձեռքերով։ Վիկտորը նստեց նրանց դիմաց, առանց սեղանի մեջտեղում, առանց արգելքների։ «Ես ուսումնասիրեցի», սկսեց նա, ուղիղ նայելով Լիլիթին։ «Խոսեցի ձեր ուսուցչուհու, գրադարանավարուհու, ձեր թաղամասի մարդկանց հետ։ Եվ պարզեցի, որ այն ամենը, ինչ դուք ասացիք, ճիշտ էր։ Դուք իրական եք։ Ձեր տաղանդն իրական է։ Եվ ձեր քաջությունը նույնպես»։ Լիլիթը ոչինչ չասաց։ Միայն նայեց մորը, ապահովություն փնտրելով։ Մարիամն ավելի ամուր սեղմեց դստեր ձեռքը։ Վիկտորը շարունակեց. «Ես ուզում եմ առաջարկ անել։ Լիարժեք կրթաթոշակ, հիանալի մասնավոր դպրոցում։ Դպրոցական պարագաների ամբողջական փաթեթ։ Աջակցություն, ձեր տաղանդը զարգացնելու համար։ Եվ այս ամենը, առանց ձեզ երկուսիդ բաժանելու։ Ձեր մայրը կշարունակի աշխատել այստեղ, եթե ցանկանա, բայց այլ պաշտոնում։ Կամ կարող է այլ բան փնտրել։ Դուք կորոշեք։ Ես ուղղակի ուզում եմ նրան տալ այն, ինչ աշխարհը փորձում է մերժել, մի հնարավորություն»։ Մարիամը չկարողացավ զսպել։ Արցունքները թափվեցին, անվերահսկելի, թրջելով դեմքը, հոսելով կզակի վրայով։ Լիլիթը գրկեց մորը, նույնպես լաց լինելով, երկուսը մնացին այնտեղ, գրկախառնված, ազատելով տարիների լարվածությունը, պայքարը, հոգնածությունը։ Վիկտորը սպասեց։ Նա չշտապեցրեց, չընդհատեց։ Ուղղակի սպասեց։ Երբ երկուսը հանգստացան, Մարիամը նայեց նրան խեղդված ձայնով հարցրեց. «Ինչո՞վ։ Ինչու եք սա անում»։ Վիկտորը ժպտաց։ Փոքր, գրեթե տխուր ժպիտ։ «Որովհետ ինչ-որ մեկը դա արել է ինձ համար, շատ վաղուց։ Եվ որովհետ ձեր դստեր հայացքում ես տեսա մի բան, որը չափազանց հազվադեպ է վատնելու համար։ Կրակ։ Այնպիսի կրակ, որը փոխում է աշխարհը, եթե մենք թույլ տանք»։ Մարիամը համաձայնեց։ Համաձայնեց դողալով, հավատալով մի նույն ժամանակ կասկածելով, բայց համաձայնեց։ Լիլիթը օրեր շարունակ առաջին անգամ ժպտաց։ Իսկական ժպիտ, այնպիսիներից, որոնք լուսավորում են ամբողջ դեմքը։ Եվ այդ պահին, մի գրասենյակում, որը միշտ անտեսել էր նրանց, երկուսը զգացին մի բան, որը վաղուց չէին զգացել։ Հույս։ Բայց Ռուբենի պատերազմը դեռ չէր ավարտվել։ Ընդհակառակը։ Այն նոր էր սկսվում։ Նա արդեն լուրեր էր տարածել ամբողջ ընկերությունում։ Հորինված պատմություններ, լավ պատմված ստեր, թորած թույն։ Որ Մարիամն օգտագործում է դստերը, կարոր տղամարդկանց գայթակղելու համար։ Որ դա խաբեություն է։ Որ բեմադրություն է։ Որ այդ ամենից ոչինչ ճիշտ չէ։ Եվ շատերը հավատացին։ Որովհետև միշտ ավելի հեշտ է հավատալ վատթարագույնին նրա մասին, ով արդեն ներքում է։ Ռուբենը դա գիտեր։ Եվ օգտագործում էր դա որպես զենք։ Նա թույլ չէր տա, որ երկուսը հաղթեն։ Ոչ այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություն ուներ։ Եվ նա դեռ շատ իշխանություն ուներ։ Նոր դպրոցն այն ամենն էր, ինչ Լիլիթը երբեք չէր պատկերացրել։ Հսկայական սպիտակ ներկված շենք, կանաչ այգիներով, որոնք գորգերի էին նման։ Օթորակիչով դասասենյակներ, թվային գրատախտակներ, համակարգիչներ յուրաքանչյուր աշակերտի համար։ Հազարավոր գրքերով գրադարան, ծածկված մարզադաշտ, գիտական լաբորատորիաներ։ Կարծես երազի մեջ մտած լիներ։ Բայց երազները երբեմն իրենց մեջ թաքնված մղձավանջներ ունեն։ Առաջին օրը Մարիամը Լիլիթին ուղեկցեց մինչ դարպասը։ Երկուսը ամուր գրկախառնվեցին, Մարիամը դստեր ականջին շշնջաց. «Դու արժանի ես այստեղ լինելու։ Երբեք մի մոռացիր դա»։ Լիլիթը գլխով արեց մտավ։ Մաշված պայուսակը ծանրացել էր մեջքին, բայց նա գլուխը բարձր պահեց։ Քայլեց լայն միջանցքներով, դիտելով մյուս երեխաներին։ Բրենթային հագուստ, թանկարժեք սպորտային կոշիկներ, պայուսակներ, որոնք արժեին այնքան, որքան Մարիամը վաստակում էր մեկ ամսում։ Լիլիթը զգաց անդունդը իր այդ աշխարհի մեջ։
մի անդունդ, որը ոչ մի կրթաթոշակ չէր կարող լրացնել։ Ուսուցչուհին նրան ներկայացրեց դասարանին։ Սա Լիլիթն է, մեր նոր դասընկերուհին։ Եկեք նրան ջերմորեն ընդունենք։ Քաղաքավարի ծափահարություններ։ Պլաստիկ ժպիտներ։ Լիլիթը նստեց իրեն ցույց տված նստարանին, պայուսակից հանեց գրչատուփը, փորձեց կենտրոնանալ դասի վրա։ Բայց զգում էր հայացքները։ Հայացքներ, որոնք դատում էին, չափում, կշռում։ Դասամիջոցին մնաց մենակ բակի մի անկյունում։ Ոչ ոք չմոտեցավ։ Ոչ ոք զրույց չառաջարկեց։ Նա օտար մարմին էր այդ կատարյալ օրգանիզմում։ Իսկ օտար մարմինները միշտ մերժվում են։ Հաջորդ օրերին իրավիճակը վատթարացավ։ Երեխաները ղեկավարների, բժիշկների, իրավաբանների զավակները սկսեցին կրկնել այն, ինչ լսում էին տանը։ Խեղաթյուրված պատմություններ հավաքարարուհու մասին, որն օգտագործել էր դստերը կարոր մարդկանց խաբելու համար։ Աղջկա մասին, որը ձացնում էր, թե լեզուներ գիտի։ Խաբեության մասին, որը գրեթե ստացվել էր։ Ռուբենն իր գործն արել էր։ Ցանել էր նախապաշարմունքի սերմերը։ Եվ դրանք ծլում էին։ Լիլիթը, ճաշի ժամին մենակ նստած, լսում էր շշուկները։ Նայիր նրա հագուստին։ Երի նվիրատվությունը։ Գրած կգամ, որ նույնիսկ լավ չի լողանում։ Ասում են, մայրը զուգարան է մաքրում։ Զզվելի է։ Բառերը փոքրիկ դանակներ էին, որոնք դանդաղ կտրում էին, վերքեր կուտակելով։ Լիլիթն ուտում էր մոր պատրաստած սենդվիչը, պարզ հաց կարագով, ծածնում էր, թե չի լսում։ Բայց լսում էր։ Ամեն բառ։ Ամեն ծիծաղ։ Ամեն արհամարհական հայացք։ Մի օր, անգլերենի դասի ժամանակ, ուսուցչուհին խնդրեց Լիլիթին բարձրաձայն կարդալ մի տեքստ։ Լիլիթը կարդաց։ Սահուն, կատարյալ արտասանությամբ, առանց սայթաքելու։ Ուսուցչուհին գովեց, տպավորված։ Բայց երբ Լիլիթը վերադարձավ նստարանին, պայուսակի մեջ ճմրթված գրություն գտավ։ Երի ամեն ինչ անգիր է արել։ Նորից փորձում ես մեզ խաբել։ Նա գրությունը դրեց գրպանը, շարունակեց դասը։ Բայց ձեռքը դողում էր։ Իրավիճակը հասավ իր գագաթնակետին մի անձրոտ երեքշաբթի։ Լիլիթը պայուսակը թողել էր դասարանի մի անկյունում, մինչ գնացել էր սանհանգույց։ Երբ վերադարձավ, գտավ իր տետրերը գետնին թափված, էջերը պատռված, հին բառարանը, որն իր գանձն էր, ոտնակոխ արված, կազմը ցեխոտ։ Երեք աղջիկ կանգնած էին մոտակայքում, ծիծաղում էին։ Տես, կոտրվեց։ Ճիշտ իր պատմության պես։ Ամեն ինչ կեղծ է։ Լիլիթը կրացավ, հավաքեց կտորները, փորձեց զսպել արցունքները։ Ուսուցիչներն անցնում էին միջանցքով, բայց չէին տեսնում։ Կամ ծածնում էին, թե չեն տեսնում։ Որովհետև խորքում նրանք նույնպես կասկածում էին։ Նույնպես կարծում էին, որ Լիլիթը այդ վայրին չի պատկանում։ Եթե դուք լինեիք Լիլիթի տեղում, կբարձրաձայնեիք ագրեսիայի մասին, թե ամեն ինչ ձեր մեջ կպահեիք, մորը չանհանգստացնելու համար։ Գրեք մեզ մեկնաբանություններում։ Այդ գիշեր Մարիամը նկատեց փոփոխությունը։ Լիլիթը, որը միշտ խոսում էր դպրոցի մասին, հիմա ամեն ինչին պատասխանում էր միավանք բառերով։ Ամեն ինչ լավ է, աղջիկս։ Հա։ Դասերն ինչպես անցան։ Լավ։ Ընկերներ ձեռք բերեցիր։ Չէ։ Պատասխանը չոր էր, առանց զգացմունքի։ Մարիամը փորձեց պնդել, բայց Լիլիթն ասաց, որ հոգնած է, գնաց իր սենյակ։ Պառկեց մահճակալին, գրկեց բարձը կամաց լաց եղավ, որ մայրը չլսի։ Լաց եղավ անարդարության, մենության, երբեք բավարար չլինելու զգացողության համար։ Լաց եղավ, որովհետև ապացուցել էր, որ ունակ է, բայց աշխարհը դեռ նրան վերաբերվում էր որպես ինքնակոչի։ Մարիամը մնաց հյուրասենյակում, նայելով սենյակի փակ դռանը, զգալով, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Նա գիտեր, որ ինչ-որ բան այն չէ։ Չափազանց լավ էր ճանաչում դստերը, որ չնկատեր։ Բայց չգիտեր, ինչպես օգնել։ Ինչպես պաշտպանել Լիլիթին մի անտեսանելի թշնամուց, որը գտնվում էր այդ դպրոցի ներսում, քողարկված կրթության հնարավորության տակ։ Օրերը ձգձգվում էին։ Լիլիթը շարունակում էր դպրոց գնալ, բայց ամեն առավոտ մի ճակատամարտ էր։ Վաղ էր արթնանում, հագնում համազգեստը, հավաքում պայուսակը, տնից դուրս գալիս կրծքին մի ծանրությամբ, որը չպետք է գոյություն ունենար 9 տարեկան երեխայի մոտ։
Մարիամը նրան ուղեկցում էր մինչ դարպասը, ամուր գրկում ասում նույն բառերը. «Դու արժանի ես այստեղ լինելու»։ Բայց բառերը սկսում էին դատարկ հնչել։ Որովհետև Լիլիթն իրեն ոչնչի արժանի չէր զգում։ Միայն հոգնած էր զգում։ Մեկ շաբաթ անց իրավիճակը պայթեց։ Լիլիթը դպրոցի գրադարանում էր, մենակ սովորում էր, երբ մի խումբ տղաներ մոտեցան։ Նրանք լսել էին, թե ինչպես են ծնողները քննարկում ընկերության սկանդալը։ Հավաքարարուհու դստեր մասին։ Ներդրողի մասին, որն ընկել էր խաբեության մեջ։ Տղաներից մեկը, Ռուբենի ընկեր գործադիր տնօրենի որդին, թիկունքից թեթ հրեց Լիլիթին. «Բար, խաբե բա։ Մայրդ ինչքան է վաստակում սրանով»։ Լիլիթը չպատասխանեց։ Ուղղակի շարունակեց նայել գրքին։ Բայց տղան պնդեց. «Գրած կգամ, որ նա քեզ սովորեցրել է, հա։ Ստիպել է ամեն ինչ անգիր անել, որ դուք հարստանաք»։ Մակաբույծներ։ Լիլիթը ուժգին փակեց գիրքը։ Ոտքի կանգնեց, նայեց տղային հաստատուն ձայնով ասաց. «Մայրս ինձ երբեք չի սովորեցրել։ Ես ինքնուրույն եմ սովորել։ Եվ մենք մակաբույծներ չենք։ Մենք աշխատավորներ ենք»։ Տղան ծիծաղեց. «Աշխատավորներ։ Մայրդ զուգարան է մաքրում։ Դա աշխատանք չէ։ Դա ձախողում է»։ Լիլիթը զգաց, որ իր մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Ձեռքը բարձրացրեց ապտակեց տղայի դեմքին։ Ուժեղ չէր, բնազդային էր։ Բայց բավարար էր։ Տղան գոռաց։ Ուսուցիչները վազելով եկան։ Լիլիթին տարան տնօրենի սենյակ։ Մարիամին կանչեցին։ Երբ նա հասավ դպրոց, գտավ դստերը նստած աթոռին, կարմրած աչքերով փակ դեմքով։ Տնօրենը բացատրեց տեղի ունեցածը։ «Բռնությունն այստեղ անթույլատրելի է», ասաց նա կոշտ ձայնով։ Լիլիթը 3 օրով կհեռացվի դասերից։ Մարիամը փորձեց բացատրել, փորձեց պատմել բուլինգի, սադրանքների մասին, բայց տնօրենը նրան ընդհատեց. «Կարևոր չէ պատճառը։ Բռնությունը բռնություն է»։ Մարիամը դուրս եկավ այնտեղից, Լիլիթի ձեռքը բռնած, դողալով զայրույթից անզորությունից։ Երկուսը լուռ վերադարձան տուն։ Երբ մտան այն փոքրիկ սենյակը, որն իրենց աշխարհն էր, Լիլիթը վերջապես պայթեց. «Ներիր, մամ։ Ներիր, որ խփեցի նրան։ Ներիր, որ ձախողվեցի»։ Մարիամն ամուր գրկեց դստերը ասաց. «Դու չես ձախողվել։ Դու քեզ պաշտպանել ես։ Եվ դա երբեք սխալ չի լինի»։ Բայց այդ գիշեր, մինչ Լիլիթը քնած էր, Մարիամը որոշում կայացրեց։ Նստեց խոհանոցի սեղանիկի մոտ, ձեռքին սառը թեյի բաժակ, մտածեց ամեն ինչի մասին։ Նվաստացման, հեռացման, բուլինգի, դստեր մենության մասին։ Եվ եկավ այն եզրակացության, որ դա արժանի չէր։ Նախընտրում էր աղքատություն խաղաղությամբ, քան հաղթանակ տառապանքով։ Նախընտրում էր Լիլիթին երջանիկ տեսնել պետական դպրոցում, քան կործանված, էլիտար դպրոցում։ Հաջորդ օրը զանգելու էր ներդրողի օգնականին հրաժարվեր կրթաթոշակից։ Հանելու էր Լիլիթին այդ վայրից։ Պաշտպանելու էր նրան, նույնիսկ եթե դա նշանակեր հրաժարվել այն փայլուն ապագայից, որն առաջարկվել էր։ Բայց նախքան նա կհասցներ զանգել, հաջորդ առավոտ հեռախոսը զանգեց։ Ընկերության համար էր։ Մարիամը պատասխանեց արագացած սրտխփոցով։ Կանացի քաղաքավարի ձայնն ասաց, որ ինքն ու Լիլիթը պետք է ներկայանան ընկերություն առավոտյան ժամը 10-ին։ Ներկայությունը պարտադիր է։ Հրատապ հարց։ Մարիամը հարցրեց պատճառը, բայց կինը միայն կրկնեց. «Ներկայությունը պարտադիր է»։ Եվ անջատեց։ Վախը վերադարձավ։ Մարիամը նայեց Լիլիթին, որը սուրճ էր խմում, մտածեց. «Իսկ հիմա? Ինչ են ուզում։ Արդյոք դատի են տալու ապտակի համար։ Արդյոք կրթաթոշակը կվերցնեն։ Արդյոք նորից մեզ կմեղադրեն ամեն ինչի համար»։ Նա պատասխաններ չուներ։ Միայն վախ ուներ։ Եվ հոգնածություն։ Եվ այն զգացողությունը, որ իրեն հրում են դեպի անդունդը, առանց իմանալու, թե ինչ կա հատակին։ Երկուսը լուռ հագնվեցին։ Մարիամը հագավ իր ունեցած ամենագեղեցիկ հագուստը, ստաբատ պարզ սպիտակ բլուզ։ Լիլիթը հագավ դպրոցի համազգեստը, որովհետև այլ լավ հագուստ չուներ։ Նստեցին ավտոբուս գնացին շենք։
Նորից մտան գլխավոր մուտքով, բայց այս անգամ առանց հույսի։ Միայն հաշտվողականությամբ։ Անվտանգության աշխատակիցը նրանց ուղղորդեց դեպի գլխավոր դահլիճ 22-րդ հարկում։ Երբ հասան այնտեղ, Մարիամը քարացավ։ Դահլիճը լիքն էր։ Ղեկավարներ, մենեջերներ, միջազգային պատվիրակություններ։ Կոստյումներով մարդիկ, կարևոր մարդիկ, մեծ բաներ որոշող մարդիկ։ Եվ ամեն ինչի կենտրոնում, բեմի վրա, Վիկտոր Անդերսենը։ Նա տեսավ նրանց մտնելիս նշան արեց, որ մոտենան։ Մարիամը բռնեց Լիլիթի ձեռքը, քայլեց կենտրոնական միջանցքով, զգալով, թե ինչպես են հայացքները ծանրանում իրենց վրա։ Նստեցին այն աթոռներին, որոնք Մարկոսը ցույց տվեց առաջին շարքում։ Լիլիթը դողում էր։ Մարիամը նույնպես։ Ինչ էր կատարվում։ Ինչո՞ւ այսքան մարդ։ Ինչո՞ւ այսքան թատրոն։ Վիկտորը մոտեցավ խոսափողին, սկսեց խոսել։ Տիկնայք, պարոնայք, մենք խնդիր ունենք։ Միջազգային պայմանագիրը կնքելու վերջնական հանդիպումը տեղի կունենա 1 ժամից։ Պաշտոնական թարգմանիչը չի եկել։ Անկանխատեսելի դեպք է տեղի ունեցել, նա չի կարողացել հասնել։ Մեզ պետք է մեկը, որ փոխարինի նրան։ Մեկը, ով սահուն խոսում է բազմաթիվ լեզուներով։ Վստահելի մեկը։ Դահլիճում շշուկ տարածվեց։ Ռուբենը, որը նստած էր միջին շարքերից մեկում, ոտքի կանգնեց։ Կարող ենք հետաձգել հանդիպումը, առաջարկեց նա լարված ձայնով։ Չենք կարող այսպիսի մեծ պայմանագիրը վտանգի ենթարկել իմպրովիզացիայով։ Վիկտորը նայեց նրան իր սառը աչքերով։ Իմպրովիզացիա։ Հետաքրքիր է, որ դուք այդ բառն եք օգտագործում։ 1 ժամ առաջ դուք ասում էիք, որ աղջիկը խաբեբա է։ Հիմա ասում եք, որ ունակություններ չունի։ Այդ երկու տարբերակներից ո՞րն է ճշմարտությունը, Ռուբեն։ Դահլիճը լռեց։ Ռուբենը գունատվեց։ Փորձեց պատասխանել, բայց բառերը դուրս չեկան։ Վիկտորը շարունակեց. Ես հավատում եմ իրական հնարավորություններ տալուն։ Կարողությունները առանց նախապաշարմունքի ստուգելուն։ Եվ այդ պատճառով ես կհրավիրեմ Լիլիթին լինել մեր թարգմանիչն այսօր։ Եթե նա համաձայնի, իհարկե։ Բոլոր հայացքներն ուղղվեցին դեպի աղջիկը։ Լիլիթը նայեց մորը, վախից լայն բացված աչքերով։ Մարիամը 2 ձեռքով բռնեց դստեր դեմքը, խեղդված ձայնով ասաց. Դու կարող ես, սիրելիս։ Ես գիտեմ, որ կարող ես։ Եվ ես այստեղ եմ։ Միշտ այստեղ կլինեմ։ Լիլիթը խորը շունչ քաշեց։ Նայեց Վիկտորին։ Նայեց իրեն կասկածող մարդկանցով լի դահլիճին։ Եվ հետո դողացող, բայց հաստատուն ձայնով ասաց. Ես համաձայն եմ։ Դահլիճը պայթեց շշուկներից։ Ռուբենը փորձեց բողոքել, բայց Վիկտորը ձեռքը բարձրացրեց, լռեցրեց նրան։ Հանդիպումը սկսվում է 30 րոպեից։ Լիլիթը հիմա կստանա փաստաթղթերը նախապատրաստվելու համար։ Եվ այդ ժամանակ մենք կտեսնենք մեկընդմիշտ, թե արդյոք կարողությունը սոցիալական դաս ունի, թե ոչ։ Մարկոսը Լիլիթին տարավ կողքի սենյակ, տվեց նրան բանակցությունների փաստաթղթերը, բացատրեց համատեքստը։ Լիլիթը ուշադիր կարդաց ամեն ինչ, նշումներ անելով, անգիր անելով տեխնիկական տերմինները։ 30 րոպե անց վերադարձավ դահլիճ։ Եվ սկսվեց անհնարինը։ Ավելի քան 1 ժամ Լիլիթը թարգմանում էր բանակցությունները հայ ղեկավարների, եվրոպացի ներդրողների, ասիացի ներկայացուցիչների միջ։ Հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն։ Բնականորեն փոխում էր լեզուները, պահպանում էր համատեքստը, ընկալում էր նրբությունները, հարմարեցնում էր տոնը։ Ռոբոտի պես չէր։ Ճշգրիտ էր։ Օտարերկրյա ղեկավարները սկսեցին իրար նայել, տպավորված։ Նրանցից մեկը, ջերմակ մազերով մի ճապոնացի պարոն, տեխնիկական հարց տվեց ուղիղ Լիլիթին, ճապոներեն ստուգելով։ Լիլիթը պատասխանեց, սահուն, համապատասխան մշակութային հարգանքով։ Տղամարդը ժպտաց գլխով արեց, հավանություն տալով։ Հանդիպումը հարթ ընթացավ։ Թվեր քննարկվեցին, կետեր ճշգրտվեցին, ժամկետներ համաձայնեցվեցին։ Եվ վերջում պայմանագիրը կնքվեց։ Տասնյակ միլիոնավոր դրամներ։ Կնքվեց 9 տարեկան մի աղջկա օգնությամբ, որին աշխարհը փորձում էր ջնջել։ Երբ վերջին ստորագրությունը դրվեց թղթի վրա, օտարերկրյա ղեկավարները ոտքի կանգնեցին, ծափահարեցին Լիլիթին։
մեկ առ մեկ շնորհավորեցին նրան, շնորհակալություն հայտնեցին, գովեցին։ Ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց։ Նույնիսկ նրանք, ովքեր կասկածում էին, հիմա ծափահարում էին։ Բացի մեկից։ Ռուբեն Թովմասյանից։ Նա նստած էր, դեմքը սպիտակ, բռունցքները սեղմած, իմանալով, որ պարտվել է։ Լիլիթն իջավ բեմից վազեց մոր մոտ։ Երկուսը գրկախառնվեցին, լաց լինելով, ծիծաղելով, դողալով։ Մարիամը դստեր ականջին շշնջաց. Ես միշտ իմացել եմ։ Միշտ իմացել եմ, որ դու յուրահատուկ ես։ Լիլիթը դեմքը թաղեց մոր ուսին ասաց. Ես ուղղակի ուզում էի, որ դու հպարտանայիր։ Եվ Մարիամը, կոտրված ձայնով, պատասխանեց. Ես միշտ հպարտացել եմ։ Առաջին իսկ օրվանից։ Վիկտորը խնդրեց, որ բոլոր օտարերկրյա հյուրերը հեռանան։ Երբ դահլիճը դատարկվեց, մնալով միայն ընկերության աշխատակիցները, նա հրամայեց փակել դռները։ Հիմա, ասաց նա կտրուկ ձայնով, կխոսենք մեկ այլ հարցի մասին։ Եվ Ռուբենը, որն արդեն ոտքի էր կանգնում դուրս գալու համար, զգաց, թե ինչպես է գետինը անհետանում իր ոտքերի տակից։ Պատերազմն ավարտվել էր։ Եվ նա պարտվել էր։ Պրոյեկտորը միացավ, լուսավորելով Վիկտորի հետի հսկայական էկրանը։ Սրահը մտնեց, տիրող լռությունը խիտ էր, լի սպասումով ու վախով։ Ռուբենը դեռ կանգնած էր, անշարժ, աթոռների շարքերի մեջ ընկած միջանցքում, կարծես մոռացել էր, թե ինչպես շարժվել։ Վիկտորը երկար նայեց նրան, այդ հայացքում մի բան կար, որ բոլորը ճանաչեցին, արդարադատությունը մոտենում էր։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում, սկսեց Վիկտորը հանգիստ, բայց կտրուկ ձայնով, իմ թիմը հետաքննել է որոշ անօրինականություններ, որոնք գրավել են իմ ուշադրությունը։ Պայմանագրեր, որոնք հաստատվել են առանց պատշաճ մրցույթի։ Կեղծ մատակարարներ, որոնք ստացել են միլիոնավոր դրամների վճարումներ։ Գերագնահատումներ այնպիսի աշխատանքներում, որոնք երբեք չեն ավարտվել։ Եվ այս ամենը կապված է մեկ անձի հետ։ Նա մատնացույց արեց էկրանը։ Հայտնվեց առաջին փաստաթուղթը։ Ռուբեն Թովմասյանի ստորագրությամբ պայմանագիր, որով հաստատվում էր սարքավորումների գնումը շուկայականից 3 անգամ բարձր գնով։ Ռուբենը փորձեց խոսել, բայց ձայնը խռպոտ, խեղդված դուրս եկավ։ Սա սուտ է։ Մանիպուլյացիա։ Վիկտորը նույնիսկ չնայեց նրան։ Շարունակեց. Այս պայմանագրի մատակարարը, ասաց նա, մատնացույց անելով էկրանի անունը, մի ընկերություն է, որը գոյություն ունի միայն թղթի վրա։ Չունի ֆիզիկական գրասենյակ, չունի աշխատակիցներ, չունի պատմություն։ Բայց վերջին 2 տարում ստացել է 15 միլիոն դրամ։ Եվ գիտեք, թե ով է այս ընկերության իրական սեփականատերը։ Հայտնվեց մեկ այլ փաստաթուղթ։ Բանկային գրանցումներ, փոխանցումներ, անուններ։ Դրանցից մեկը Ռուբենի հորաքրոջ տղայինն էր։ Մյուսը նախկին գործընկերոջը։ Բոլորը կապված էին նրա հետ։ Դահլիճը ցնցված էր։ Ղեկավարները, որոնք առաջ ծիծաղում համաձայնում էին Ռուբենի հետ, հիմա նրան նայում էին զզվանքով անվստահությամբ։ Վիկտորը շարունակում էր բացահայտել, փաստաթուղթ առ փաստաթուղթ։ Խարդախ պայմանագրեր, յուրացված վճարումներ, հաստատումներ, որոնք շրջանցել էին բոլոր կանոնները։ Եվ ամեն ինչի կենտրոնում Ռուբեն Թովմասյանն ու Սոնա Ռայիսյանն էին, մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարը, որոնք միասին աշխատում էին ընկերության հաշվին հարստանալու համար։ Սոնան, որը նստած էր 3 շարքետում, փորձեց ոտքի կանգնել դուրս գալ, բայց անվտանգության աշխատակիցները փակեցին ելքը։ Նա մնաց կանգնած, գունատ, դողալով։ Վիկտորը ցույց տվեց նրա Ռուբենի միջ փոխանակված հաղորդագրությունները։ Զրույցներ այն մասին, թե ինչպես թաքցնել սխեմաները, ինչպես լրացնել նրանց, ովքեր կասկածում են, ինչպես օգտագործել իշխանությունը ցանկացած սպառնալիք ճնշելու համար։ Եվ ավելին կար։ Հաղորդագրություններ Մարիամի Լիլիթի մասին։ Նրանց զրպարտելու, ստեր տարածելու, նրանց հեղինակությունը ոչնչացնելու ծրագրեր, նախքան ինչ-որ մեկը կհավատար աղջկա պատմությանը։ Տեսեք, թե ինչ է ասվել այստեղ, բարձրաձայն կարդաց Վիկտորը, մատնացույց անելով էկրանի հաղորդագրությունը։ Եթե թույլ տանք, որ այս հավաքարարուհին ու իր աղջիկը հաղթեն, նախադեպ կդառնա։ Ուրիշներն էլ կուզենան բարձրանալ։ Պետք է շուտ վերջ տանք սրան։ Պետք է այնպես անենք, որ նրանք խաբեբաներ երան, որ ամեն ինչ բեմադրել են։ Ոչ ոք չպետք է նրանց հավատա։ Վիկտորը դադարեց կարդալ, ուղիղ նայեց Ռուբենին։ Դուք խաբեությունից չէիք վախենում։
Դուք ճշմարտությունից էիք վախենում։ Վախենում էիք, որ մի աղքատ աղջիկ ձեզնից ավելի կարողունակ կլինի։ Վախենում էիք, որ աշխարհը կիմանա, որ սոցիալական դասը արժեք չի սահմանում։ Ռուբենը փորձեց պաշտպանվել։ Սկսեց արագ, անվերահսկելի խոսել, արդարացումներ հորինել, մեղքը գցել ուրիշների վրա, փորձելով նվազեցնել իրավիճակի լրջությունը։ Բայց նրա բերանից դուրս եկած յուրաքանչյուր բառ միայն վատթարացնում էր ամեն ինչ։ Վիկտորը սպասեց, մինչ նա ավարտի։ Հետո, այդ սարսափելի հանգստությամբ, ասաց. Ռուբեն Թովմասյան, դուք ազատված եք աշխատանքից համապատասխան հոդվածով, որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Ձեր Սոնա Ռայիսյանի դեմ քրեական գործեր կհարուցվեն։ Իրավապահ մարմիններն արդեն տեղեկացված են։ Անվտանգության աշխատակիցներ, խնդրում եմ, ուղեկցեք այս երկու անձանց շենքից դուրս։ Ռուբենը քարացավ։ Շուրջը նայեց, աջակցություն փնտրելով մեկին, ով կասեր, որ սա չափազանցություն է, որ նա դրան արժանի չէ։ Բայց ոչ ոք չխոսեց։ Ոչ ոք ոտքի չկանգնեց նրան պաշտպանելու։ Որովհետև բոլորը գիտեին։ Բոլորը տեսել էին ապացույցները։ Եվ շատերը խորքում թեթացած էին, որ վերջապես ինչ-որ մեկը քաջություն ունեցավ անելու այն, ինչ ճիշտ էր։ Անվտանգության աշխատակիցները մոտեցան։ Ռուբենին ուղեկցեցին դուրս, նա սայթաքում էր, դեմքը կարմրել էր զայրույթից ու նվաստացումից։ Սոնան հետից գնաց, լաց լինելով, փորձելով դեմքը թաքցնել ձեռքերով։ Երբ դռները փակվեցին, Վիկտորը շրջվեց դեպի դահլիճի մնացած մասը։ Հիմա, ասաց նա ավելի մեղմ ձայնով, եկեք խոսենք փոփոխությունների մասին։ Այս ընկերությունը չափազանց երկար է հանդուրժել նախապաշարմունք, իշխանության չարաշահում կոռուպցիա։ Սա ավարտվում է այսօր։ Այսուհետ, կարողությունը կլինի միակ կարևոր չափանիշը։ Ինձ չի հետաքրքրում, թե որտեղից եք դուք, որքան գումար ունեն ձեր ծնողները, կամ ինչ ազգանուն եք կրում։ Ինձ հետաքրքրում է, թե ինչ գիտեք անել։ Եվ ով համաձայն չէ սրա հետ, կարող է հիմա հեռանալ։ Ոչ ոք չշարժվեց։ Ոչ ոք դուրս չեկավ։ Վիկտորը նայեց Մարիամին, որը նստած էր առաջին շարքում, Լիլիթի կողքին։ Մարիամ Պետրոսյան, ասաց նա, 9 տարի շարունակ դուք մաքրել եք այս շենքը նվիրումով, առանց բողոքելու, առանց ճանաչում պահանջելու։ Բայց ես ձեր մեջ տեսա մի բան, որը շատերը չեն տեսել։ Համառություն։ Արժանապատվություն։ Սեր ձեր դստեր հանդեպ։ Եվ այդ պատճառով այսօրվանից դուք այլս չեք աշխատի մաքրության բաժնում։ Դուք կղեկավարեք այս ընկերության ընդհանուր ծառայությունների թիմը, համապատասխան աշխատավարձով, ամբողջական արտոնություններով այն հարգանքով, որը միշտ պետք է ստանայիք։ Մարիամը չկարողացավ հավատալ։ Նայեց Վիկտորին, հետո Լիլիթին, հետո նորից նրան։ Լուրջ եք ասում։ Սա այն ամենն էր, ինչ կարողացավ հարցնել։ Վիկտորը ժպտաց։ Լիովին լուրջ։ Դուք ապացուցեցիք, որ արժանի եք։ Եվ ձեր դուստրն ապացուցեց, որ տաղանդը հասցե չունի։ Երկուստ էլ արժանի եք տեսանելի լինելու։ Եվ հիմա կլինեք։ Դահլիճը ծափահարեց։ Դա այն քաղաքավարի, կեղծ ծափահարությունը չէր, ինչպես սկզբում։ Իսկական ծափահարություններ էին մարդկանց, որոնք ականատես էին եղել մի հազվագյուտ բանի։ Արդարադատության, որը տեղի էր ունենում իրական ժամանակում։ Լիլիթն այնքան ուժեղ գրկեց մորը, որ քիչ մնաց գցեր նրան աթոռից։ Երկուսը նորից լաց եղան, բայց այս անգամ ցավի լաց չէր։ Թեթացման հաղթանակի, վերջապես առանց վախի շնչելու կարողության լաց էր։ Մարիամը դստեր ականջին շշնջաց. Մենք կարողացանք, սիրելիս։ Մենք կարողացանք։ Եվ Լիլիթը, խեղդված ձայնով, պատասխանեց. Ոչ, մամ։ Դու կարողացար։ Դու միշտ ուժեղ ես եղել։ Ես ուղղակի քեզնից եմ սովորել։ Հաջորդող օրերին նրանց երկուսի կյանքը փոխվեց։ Մարիամը սկսեց աշխատել նոր պաշտոնում, թե սկզբում սարսափելի էր, նա բացահայտեց, որ ղեկավարելու տաղանդ ունի։ Ճանաչում էր այդ շենքի ամեն անկյունը, ճանաչում էր մաքրության բաժնի յուրաքանչյուր աշխատակցի, գիտեր, թե ինչ պետք է բարելավվի։ Եվ, առաջին անգամ, իշխանություն ուներ այդ բարելավումներն անելու։ Բարձրացրեց աշխատավարձերը, բարելավեց աշխատանքային պայմանները, ստեղծեց վերապատրաստման ծրագրեր։ Թիմը, որն առաջ անտեսանելի էր, հիմա գնահատված էր։ Եվ այս ամենը, որովհետև վերջապես ինչ-որ մեկը Մարիամին հնարավորություն էր տվել ցույց տալու, թե ինչի է ունակ։
Լիլիթը վերադարձավ մասնավոր դպրոց, բայց այս անգամ այլ կերպ էր։ Վիկտորն անձամբ էր խոսել տնօրենի հետ, հստակեցնելով, որ բուլինգը չի հանդուրժվի։ Որոշ աշակերտներ դեռ հեռավորություն էին պահում, դեռ անվստահությամբ էին նայում, բայց մյուսները սկսեցին մոտենալ։ Բեատրիս անունով մի աղջիկ, մի գործարարի դուստր, որը լուր հետել էր այն ամենին, ինչ Լիլիթը տարել էր, վերջապես քաջություն ունեցավ ներողություն խնդրելու։ «Ես վախկոտ էի», ասաց նա։ Դողացող ձայնով։ «Տեսա, թե ինչ արեցին քեզ հետ, ոչինչ չարեցի»։ «Ներիր»։ Լիլիթը երկար նայեց նրան։ Հետո, փոքր, բայց անկեղծ ժպիտով, ասաց. «Ոչինչ։ Բայց հիմա դու կարող ես այլ կերպ վարվել։ Կարող ես օգնել, երբ տեսնես, որ ինչ-որ մեկը տառապում է։ Որովհետև լուռ մնալը նույնպես ընտրություն է»։ Բեատրիսը գլխով արեց այդ օրվանից դարձավ Լիլիթի ընկերուհին։ Դա հեշտ ընկերություն չէր, որովհետև նրանք տարբեր աշխարհներից էին, բայց իսկական էր։ Եվ կամաց-կամաց այլ երեխաներ միացան։ Լիլիթը դադարեց լինել մենավոր թիրախ դարձավ խորհրդանիշ։ Ոչ թե հրաշքի, ինչպես ոմանք փորձում էին ներկայացնել, այլ հնարավորության։ Նրա թե ինչ է տեղի ունենում, երբ տաղանդը գտնում է այն հնարավորությունը, որին արժանի էր ի սկզբանե։ Ամիսներ անցան։ Վիկտորը ստեղծեց կրթաթոշակային ծրագիր ցածր եկամուտ ունեցող երեխաների համար, պետական դպրոցների գրադարանների հետ համագործակցությամբ։ Ծրագիրը կոչվում էր «Կամուրջներ», որովհետև գաղափարը կամուրջներ կառուցելն էր այն աշխարհների միջ, որոնք միշտ առանձնացված էին եղել։ Լիլիթին ընտրեցին որպես դեսպան։ Մի անձրոտ շաբաթ օր նա բարձրացավ ուսանողներով, ուսուցիչներով, ծնողներով լի դահլիճի բեմ պատմեց 15 րոպեանոց ինտերնետի պատմությունը։ Պատմեց գրադարանի հերթի, ճմրթված տետրի, այն երազանքի մասին, որը չափազանց մեծ էր թվում փոքր սենյակի համար։ Եվ հետո ասաց այն նախադասությունը, որը դաջվեց այնտեղ գտնվող բոլորի հիշողության մեջ. «Տաղանդը գոյություն ունի ամենուր։ Աղքատ թաղամասերում, ծայրամասերում, այն վայրերում, ուր ոչ ոք չի նայում։ Բայց հնարավորությունը՝ ոչ։ Եվ հենց սա է, որ պետք է փոխվի։ Ես յուրահատուկ չեմ լեզուներ խոսելու համար։ Ես բախտավոր եմ, որ սովորելու հնարավորություն եմ ունեցել։ Եվ այդ բախտը պետք է բոլորի իրավունքը լինի»։ Հանդիսատեսը ոտքի կանգնեց 5 րոպե շարունակ ծափահարեց։ Մարիամը, նստած առաջին շարքում, այնքան էր լաց լինում, որ հազիվ էր տեսնում դստերը բեմի վրա։ Բայց դրանք տխրության արցունքներ չէին։ Հպարտության արցունքներ էին։ Դստերը տեսանելի, լսելի, հարգված տեսնելու համար։ Տարիներն անցան։ Լիլիթը շարունակեց սովորել, ընդլայնելով լեզուները, սովորելով մշակույթների, դիվանագիտության մասին, այն մասին, թե ինչպես լինել կամուրջ այն մարդկանց միջ, ովքեր միմյանց չեն հասկանում։ Նա ճանապարհորդեց, տեսավ վայրեր, որոնք առաջ միայն քարտեզների վրա էր տեսնում, ելույթ ունեցավ միջազգային համաժողովներում։ Բայց միշտ վերադառնում էր։ Վերադառնում էր այն գրադարանը, որտեղ ամեն ինչ սկսվել էր, որպեսզի այլ երեխաների սովորեցնի։ Վերադառնում էր իր թաղամաս, այն ծառի մոտ, որտեղ դասեր էր տալիս ստվարաթղթի կտորներով։ Որովհետև նա գիտեր, որ իր կյանքի մեջ շրջադարձը լեզուներ խոսելը չէր եղել, այլ այն անտեսանելիության ճակատագիրը մերժելն էր, որը փորձել էին պարտադրել։ Մարիամը մասնագիտորեն աճեց, բայց երբեք չկորցրեց այն ամուր ձեռքերը, որոնք անցել էին վատթարագույնի միջով։ Նա գիտեր, թե որտեղից է գալիս, գիտեր, թե ինչ է նշանակում վախենալ հաջորդ օրվա ուտելիք չունենալուց, գիտեր, թե ինչ է նշանակում, երբ քեզ վերաբերվում են ոչնչից պակաս։ Եվ օգտագործում էր այդ հիշողությունը ոչ թե վրեժխնդիր լինելու, այլ ավելի լավը լինելու համար։ Լավ վերաբերվելու նրանց, ովքեր նոր են սկսում, հնարավորություններ տալու նրանց, ովքեր երբեք չեն ունեցել, լինելու այն բաց դուռը, որի կարիքն ինքն էլ մի օր ունեցել է։ Վիկտորը, որին տասնամյակներ առաջ դատել էին սեփական ծագման համար, Լիլիթի մեջ տեսնում էր աշխարհին վերադարձնելու այն, ինչը մի օր փրկել էր իրեն։ Առաջին բաց դուռը։ Նա գիտեր, որ չի կարող փոխել ամբողջ աշխարհը, բայց կարող է փոխել որոշ անհատական աշխարհներ։ Եվ երբեմն դա բավարար էր։ Տարիներ անց, երբ Լիլիթը ընդգրկվեց միջազգային երիտասարդական ծրագրերում, երբ սկսեց աշխատել որպես պաշտոնական թարգմանիչ ՄԱԿ-ի համաժողովներում, երբ դարձավ միջմշակութային հաղորդակցության ոլորտի առաջատար, Վիկտորն այնտեղ էր։ Հանդիսատեսի շարքերում։ Ծափահարում էր։ Իմանալով, որ ճիշտ ընտրություն է կատարել։
Ռուբեն Թովմասյանը, մյուս կողմից, գրեց իր արածի բեռը։ Հեռու իշխանությունից, հեռու ուշադրության կենտրոնից, նա ապրում էր մի փոքրիկ գավառական քաղաքում, աշխատում էր սովորական աշխատանք, լինելով սովորական մարդ։ Կինոյի նման պատիժ չստացավ, տասնամյակներով չբանտարկվեց։ Բայց կորցրեց այն ամենը, ինչը կարող էր իր համար՝ հեղինակություն, հարգանք, իշխանություն։ Եվ, ամենակարևորը, կորցրեց մի գեղեցիկ բանի մաս լինելու հնարավորությունը։ Որոշ գիշերներ նա արթնանում էր քրտինքի մեջ, հիշելով Լիլիթի հայացքն այն միջանցքում։ 9 տարեկան մի աղջկա հայացքը, որն ավելի շատ քաջություն ուներ, քան ինքը երբեք ունենար։ Եվ այդ հիշողությունը ցավում էր ավելին, քան ցանկացած դատական գործ։ Մարիամի Լիլիթի պատմությունը տարածվեց։ Ոչ թե որպես լեգենդ, այլ որպես իրականություն։ Դարձավ օրինակ դպրոցներում, դարձավ շարադրությունների թեմա, դարձավ ոգեշնչում այլ մայրերի համար, որոնք հատակ են մաքրում, այլ երեխաների համար, որոնք թաքուն սովորում են։ Որովհետև ուղերձը պարզ էր, հզոր, արժանապատվություն չեն խնդրում։ Նվաճում են։ Եվ տաղանդը փոստային կոդ չունի, ազգանուն չունի, հասցե չունի։ Կամք ունի։ Համառություն ունի։ Կրակ ունի։ Տարիներ անց, ամառվա մի շոգ օր, Մարիամն ու Լիլիթը վերադարձան այն հայելապատ շենքը, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Ոչ թե ծառայողական մուտքով։ Գլխավորից։ Բարձրացան 12-րդ հարկ, այն խոհանոցը, որտեղ Լիլիթը թաքնված, լուրջ սովորում էր մի անկյունում։ Խոհանոցը դեռ այնտեղ էր, բայց հիմա պատին փոքրիկ ցուցանակ կար։ Լիլիթ Պետրոսյանի անվան կրթական աջակցության կենտրոն։ Տարածքը վերածվել էր մի վայրի, որտեղ աշխատակիցները կարող էին սովորել, դասընթացների մասնակցել, որակավորում ստանալ։ Ամեն ինչ անվճար։ Ամեն ինչ հասանելի։ Ամեն ինչ, որպեսզի այլս ոչ ոք ստիպված չլինի թաքնվել մի անկյունում, սովորելու համար։ Երկուսը կանգնած էին այնտեղ, կողք կողքի, նայելով այն վայրին, որն այնքան ցավ ու վախ էր պահում։ Բայց հիմա, նա հույս էր պահում։ Հիշում ես, երբ քեզ առաջին անգամ այստեղ բերեցի, հարցրեց Մարիամը մեղմ ձայնով։ Լիլիթը գլխով արեց։ Հիշում եմ։ Այնքան էի վախենում քեզ անհանգստացնելուց, քեզ խանգարելուց, խնդիր դառնալուց։ Մարիամը բռնեց դստեր ձեռքը։ Եվ տես, թե ուր հասանք։ Ոչ թե որովհետև բախտավոր էինք, այլ որովհետև չհանձնվեցինք։ Որովհետև հրաժարվեցինք անհետանալուց։ Լիլիթը նայեց մորը այն ժպիտով, որի մեջ դեռ մի քիչ երեխա կար։ Եվ որովհետև դու ինձ սովորեցրիր ամենակարևոր բանը, մամ։ Որ մենք պետք չէ թույլտվություն խնդրենք գոյություն ունենալու համար։ Մենք արդեն գոյություն ունենք։ Եվ դա բավական է։ Երկուսը գրկախառնվեցին այնտեղ, այն խոհանոցում, որն այլս թաքստոց չէր, այլ խորհրդանիշ։ Խորհրդանիշ, որ փոփոխությունը հնարավոր է։ Որ արդարադատությունը երբեմն հաղթում է։ Որ սերը, քաջությունը, համառությունը կարող են քանդել պատեր, որոնք հավերժական էին թվում։ Եվ երբ նրանք դուրս եկան այդ շենքից, ձեռք ձեռքի տված, արը լավ ուժով ընկավ նրանց դեմքերին, այնպիսի ուժով, որը ներսից է տաքացնում։ Մարիամն այլս անտեսանելի չէր։ Լիլիթն այլս թաքնված աղջիկը չէր։ Նրանք երկու կին էին, երկու ուժ, երկու կյանք, որոնք ապացուցեցին, որ աշխարհը կարող է դաժան լինել, բայց չի կարող ոչ ոքից խլել այն, ինչն էական է, արժանապատվությունը։ Որովհետև արժանապատվությունը չեն տալիս։ Չեն պարտքով տալիս։ Չեն սակարկում։ Այն պարզապես կա։ Եվ ոչ ոք երբեք չի կարող ջնջել։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի Լիլիթի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս երկու մարտիկների ճանապարհով, սեղմեք հավանել կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս քաջության, պայքարի արժանապատվության պատմության մեջ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ցույց են տալիս, որ տաղանդը սահմաններ չի ճանաչում, որ արժանապատվությունը գոյություն ունենալու համար թույլտվություն չի խնդրում։ Ուզում ենք իմանալ ձեզնից, որ պահն է ձեզ ամենաշատը հուզել։ Լիլիթի քաջությունը, մորը պաշտպանելիս։ Մարիամի վերափոխումը, թե վերջապես հաստատված արդարադատությունը։ Կիսվեք մեզ հետ։ Ձեր կարծիքը կարող է օգնում է մեզ շարունակել ներկայացնել պատմություններ, որոնք փոփոխություն են բերում։
Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր սիրտը, կստիպի ձեզ հավատալ, որ փոփոխությունները հնարավոր են, երբ մենք չենք հրաժարվում նրանից, թե ով ենք։ Մենք